Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր թեթև զրույց ոդքասթի հերթական թողարկումն է։ Խոսելու ենք այնպիսի կարևոր թեմաների մասին, որոնք կարևոր են յուրաքանչյուր կնոջ համար։ Իսկ այսօր մեր հյուրն է շատերի կողմից սիրված, ինչպես նաև ճանաչված գինեկոլոգ Վահե Տերմինասյանը։ Ողջույն Վահե ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք գիտենք, որ կանանց առողջության մասին խոսելը միշտ չէ, որ հեշտ է, հատկապես երիտասարդների կողմից, ու այսօր փորձելու ենք մեր ոդքասթի շրջանակներում կոտրել այն բոլոր կարծրատիպերը ու այն չի կարելիները, որոնք տարածված են մեր հասարակության մեջ։ Սիրով պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, կարծում եմ, որ կլինի օգտակար։ Կարող է անգամ հետաքրքիր։ Սկսենք առաջին հարցից, նախ որ տարիքից պետք է սկսեն պարբերական այցելություններ կատարել գինեկոլոգի մոտ։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է բաժանենք մանկական գինեկոլոգիան մեծահասակների գինեկոլոգիայից եւ հասկանանք, որ երբ արդեն մենք խոսում ենք աղջկա մոտ զարգացման փուլերի մասին, այդ ժամանակ արդեն մենք այստեղ պետք է կարողանանք աշխատել մանկաբույժի հետ, մանկական գինեկոլոգի հետ, պետք է հասկանանք, թե որ տարիքից պետք է արդեն այդ ամեն ինչը պետք է շատ գրագետ ձևով մանկաբույժը բացատրի, թե արդյոք ամեն ինչը նորմալ կերպով զարգանում է, ինչ է տեղի ունենում, ինչպես է տեղի ունենում։ Իդեպ ասեմ, ես ինքս մի քանի անգամ այդ թեմայի շուրջ զրուցել եմ մանկաբույժների հետ, ասում եմ, օրինակ դուք տիրապետում եք, դուք գիտեք ծնողներին ինչպես սովորեցնել, ինչպես նախապատրաստել, որ ծնողն էլ իր հերթին, որովհետև այնպես չէ, որ, չգիտեմ, 13-14 տարեկան աղջիկը ինքնուրույն գնալու է գինեկոլոգի մոտ կամ ասենք, առաջին հերթին այդտեղ գալիս է շատ մեծ նշանակություն ունի մամայի դերը, որը պետք է կարողանա երեխայի հետ ճիշտ զրուցել, ճիշտ նախապատրաստել, ասել, թե օրգանիզմում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու եւ որպեսզի երեխան պատրաստ լինի այդ ամեն ինչին, չէ՞ որ շատ հաճախ դա տեղի ունենում բավականին վաղ տարիքում եւ երեխայի համար դա պետք է լինի մաքսիմալ ոչ ստրեսային, այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ առաջինը շատ լուրջ համագործակցության կարիք ունեն մանկաբույժը եւ առաջին հերթին մաման, էլի ես չեմ պատկերացնում, թե ինչ որ ասենք հայրիկը պետք է կամ ասենք թե պապիկը կամ տատիկը պետք է այդ ամեն ինչը բացատրեն երեխային, ես կարծում եմ, որ մամաները պիտի լինեն գրագետ, մամաները պիտի լինեն պատրաստված ու մամաները կարողանան զրուցել։ Դրանից հետո, երբ որ արդեն մենք անցնում ենք հետազոտությունները, գնում ենք մի հատ սոնոգրաֆիա ենք անում, տեսնում ենք աշտանային ցիկլը կարգավորվել է, ամեն ինչ լավ է, դրանից հետո արդեն հասուն տարիքում, եթե մենք խոսում ենք հասուն տարիքի կնոջ մասին, ապա կախված է շատ հարցերից, կախված է նրանից ունի սեռական կյանք, չունի սեռական կյանք, նախապատրաստվում է հղիության, չի նախապատրաստվում հղիության եւ այլն, բայց առնվազն գոնե տարին մեկ հետազոտություններ, դրանք պարտադիր հետազոտություններ են, եթե անգամ կինը որևէ գանգատ չի նշում, չունի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը, երբ որ մենք ունենք, չէ, ստանդարտ հարցեր ունենք, այսպես է, այնպես, բոլորը իդեալական են, բայց միևնույն է, տարին մեկ անգամ պարտադիր պետք է գնալ հետազոտությունների, որպիսի ինչ էլ որ ունենանք, ինչ խնդիր էլ ունենանք, հայտնաբերենք վաղ փուլերում եւ արագ այդ հարցերը լուծենք։ Դա շատ էլեմենտար է, հեշտ է եւ կարծում եմ, որ տարվա մեջ 1 օր, չգիտեմ, 1 կամ լավ 1 ժամ մոտավորապես կարելի է կնոջ համար առանձնացնել իր առողջության համար։ Հիմա մտածեք տարվա մեջ ինչքան ժամանակ եք դուք անիմաստ ինչ որ գործողությունների համար ժամանակ գտնում ու հետո երբ որ այդպիսի արտահայտություն է հնչում, վայ, գիտեք, դե ժամանակ չունեի, վայ, գիտեք, դες զբաղված էի, ինձ համար մի քիչ ընդունելի չէ։ Ընդունելի չէ, երբ որ նաև այդ ամեն ինչը վերագրում են ֆինանսական խնդիրներին, ասում են, դե գիտեք, գումար չունենք, որտեվ եթե փորձենք էլի վերածել դա տարվա ընթացքում գումարային ինչ որ հարաբերակցության, ես կարծում եմ, որ մեր կանանց ճնշող մեծամասնությունը էլի անիմաստ բաների վրա շատ ավելի մեծ գումարներ է ծախսում կամ սեփական առողջության վրա։ Իդեպ կա նաև մյուս կողմը, ես կարծում եմ, որ այստեղ շատ մեծ նշանակություն ունի նաև կնոջ կողքին գտնվող տղամարդու ֆակտորը։ Այդ տղամարդը պետք է այդքան հասկանա, այդքան գնահատի իր կնոջը, իր կողքի գտնվող կնոջը եւ չասեմ ստիպի, բայց համենայն դեպս խրախուսի, համոզի, ասի, գիտես, սիրելիս,
արի քո առողջությամբ զբաղվի, շատ լավ է, որ դու ինձնով զբաղվում ես, շատ լավ է, որ դու մեր երեխաներով զբաղվում ես, տան ամբողջ գործերը քո վրա են, ապրես, արի տարվա մեջ մի օր առանձնացնենք, ես երեխաներով կզբաղվեմ, ես ինչ-որ տնային հոգսեր կվերցնեմ ինձ վրա, այդ մի օրը գնա բժշկի, մի հատ նորմալ հետազոտվի, իմանանք դու առողջ ես։ Բայց ինչքան էլ որ խոսում ենք դրա կարևորության մասին, միևնույն է, շատ աղջիկներ ու կանայք այսօր խուսափում են գնալ գինեկոլոգների մոտ, որովհետև չասեմ միշտ, բայց դաշտում առկա գինեկոլոգների մոտ էլ մեծամասնությունը տղամարդիկ են ու այստեղ խնդիր է առաջանում այդ կին տղամարդ հարաբերակցության, որովհետև օրինակ ամաչում են տղամարդ գինեկոլոգներից, ոնց հաղթահարել այդ հոգեբանական ստրեսները։ Նախ ցես այդ չեմ համաձայնի, որ գինեկոլոգների մեծամասնությունը տղամարդիկ են, չէ, հաստատ չէ։ Գինեկոլոգները ահռելի թիվ են ասում, շատ են։ Ես մոտավորապես մի 15 տարի առաջ հիշում եմ, որ մի թեմայի շուրջ լեկցիաներ պիտի կարդայի բոլոր գինեկոլոգներին, պետական ծրագիր կար եւ խումբ մենք չէինք ընդգրկել այդտեղ կլինիկական օրդինատորներին, այսինքն մի հատ մեծ թիվ դրա վրա ավելացել է եւ հիշում եմ, որ միայն Երևան քաղաքում, եթե չեմ սխալվում, այն ժամանակ արդեն 800-ից ավել գինեկոլոգներ կային, այսինքն վստահ եմ, որ հիմա 1000-ից ավել են։ Մենակ Երևանում։ Այսինքն ցանկության դեպքում դուք միշտ կարող եք գտնել։ Երկրորդ, գուցե վիրաբույժ գինեկոլոգների մասին ենք խոսում, այո, վիրաբուժության մեջ, դե գիտեք, ես գենդերային հավասարությանը միշտ կողմ մարդ եմ, բայց այնուամենայնիվ վիրաբուժությունը դա ես կրկնում եմ, որ այո, դա ավելի շատ տղամարդուն բնորոշ մասնագիտություն է եւ գաղտնիք չէ, որ դա հիմա այդպես է ստացվել, որ լավագույն վիրաբույժները դրանք տղամարդիկ են։ Թող ինձ ներեն կանայք աղջիկները, ես նախապես ներողություն եմ խնդրում, բայց այնուամենայնիվ հա կա այդ փաստը, որ դա էլ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, որովհետեւ ամենքին, տեսեք, լավ վիրաբույժ դառնալու համար պետք են երկար տարիներ, պետք է մեծ փորձ, այսինքն դու կարող ես սերտել ամբողջ նյութը ունենալ իդեալական ակադեմիական գիտելիքներ, բայց չկարողանալ անել այն, ինչ որ պետք է, որովհետև շատ հաճախ վիրահատության ժամանակ դու աշխատում ես, այսպես ասենք, ավտոպիլոտի վրա։ Երբ որ դու դա արել ես արդեն 1000 անգամ, 2000 անգամ, 5000 անգամ, երբ որ դու գիշերները հերթապահել ես, երբ որ քեզ համար կարևոր չի եղել դա ցերեկ է, գիշեր է, հեռու է, մոտիկ է, դու ապրել ես հիվանդանոցում, դու քո ամբողջ այդ կյանքը ներդրել ես դրա վրա, դու կարողացել ես քո ամեն հավաքած գումարը ներդնել քո արտասահմանյան վերապատրաստումների վրա ու անընդհատ այս մի բան արեցիր, թողեցիր, գումար հավաքեցիր, գնացիր սովորելու, գումար հավաքեցիր, գնացիր սովորելու։ Քեզ ազատել են ընտանեկան հոգսերից, քեզ ազատել են երեխաներին կերակրելուց, շորերը հարթուկելուց, լվացք անելուց, ճաշեպելուց, ու դու դա դարել ես։ Բայց դու դա դարել ես, որովհետև ունեցել ես այդ հնարավորությունները։ Եկեք համաձայնեք, որ ամեն կին չէ, որ ունի այդ հնարավորությունները, եւ այո, շատ հաճախ ընտանեկան խնդիրները, հոգսերը բերում են նրանց, որ զուտ կանանց մոտ ավելի քիչ է լինում դրա ժամանակը եւ արդյունքում ստացվում է այնպես, որ տղամարդիկ ավելի լավ վիրաբույժ են դառնում։ Ես էլ եմ ասում, ամեն հաջողակ, ես միշտ ասում եմ, որ ամեն հաջողակ տղամարդու հետևում կանգնած է մի հատ հրաշալի կին, որը ապահովել է այդ հաջողությունը։ Իսկ այսօր ո՞րն է ամենատարածված խնդիրը, որով հիմնականում դիմում են ձեր ոլորտի մասնագետներին։ Տեսեք, ոլորտը նույնպես շատ տարբեր է։ Օրինակ, ես վիրաբույժ եմ, վիրաբույժ գինեկոլոգ եմ, ուռուցքաբան գինեկոլոգ եմ, եւ գիտեք, ինձ հիմա դուր է գալիս, որ մեր պացիենտների, բուժառուների մեծամասնությունը մի հատ ուսումնասիրում է դաշտը, ուսումնասիրում է մասնագետներին եւ հասկանում է ում մոտ ինչ խնդրով գնալ։ Այսինքն օրինակ հասարակ բան, ես հղիություն չեմ վարում, դա իմ գործը չէ, կամ ասենք
Ինձ համար կներեք այդքան հետաքրքիր չէ, եթե ինչ-որ պացիենտ գալիս է ասում է, որ ինքը ունի ինչ-որ բորբոքումներ, ինֆեկցիաներ, էլի իմ դաշտը չէ, ես գինեկոլոգ եմ, էլի կարող եմ այդ բուժումները գրեմ, նշանակումները անեմ, ամեն ինչ անեմ, բայց ինձ համար հետաքրքիր է վիրաբուժական պացիենտները, իմ ժամանակը, իմ էներգիան ծախսեմ այն բանի վրա, որը որ հիմնական իմ աշխատանքն է, եւ տեսեք, ինձ դիմում են այդ խնդրով, բայց բնական է, որ այն գինեկոլոգներին, որոնք օրինակ չեն վիրահատում, որոնք աշխատում են, ասեն, կոնսուլտացիաներում, որոնք զբաղված են այդ թերապևտիկ այդ պրոֆիլով, բնականաբար նրանց դիմում են լրիվ այլ խնդիրներով։ Եթե մենք գանք այ վիրաբուժական ոլորտ, այո, դրանք հիմնականում բարորակ եւ չարորակ նորագոյացություններն են, եւ այստեղ ես կուզենայի առանձնացնել մի խնդիր, որը կապված է մեզանից, կապված է մեր հասարակությունից, կապված է մեր ինքնագիտակցությունից, այդ առումով ես կարծում եմ, որ կարևորագույն խնդիրը դա արգանդի պարանոցի քաղցկեղն է, որովհետև բոլոր քաղցկեղներից, բոլոր նմանատիպ հիվանդություններից սա կտրուկ տարբերվում է։ Եկեք ես դες փորձեմ բացատրեմ մոտավորապես վիճակագրությամբ, մոտավորապես գաղափարի ինչու է դա տարբերվում։ Ուրեմն Հայաստանում տարեկան գրանցվում է 260-ից 280 արգանդի պարանոցի քաղցկեղի դեպք։ Ցավոք սրտի մոտավորապես 150 կին ամեն տարի այս հիվանդությունից մահանում է։ Կանանց քաղցկեղների չարորակ նորագոյացությունների շարքում արգանդի պարանոցի քաղցկեղ երկրորդ տեղն է, իջում է միայն կրծքագեղձի քաղցկեղին։ Հիմա տեսեք, օրինակ կրծքագեղձի քաղցկեղի հետ եթե համեմատենք, մեր հետազոտությունների մեծամասնությունը սկրինինգները ուղղված են, որպեսզի մենք հայտնաբերենք քաղցկեղը վաղ փուլում։ Արգանդի պարանոցը կտրուկ տարբերվում է։ Մեզ չի հետաքրքրում հետազոտությունների ժամանակ վաղ փուլը, մեզ հետաքրքրում է նախաքաղցկեղը, որովհետև պարզվում է, որ մենք ունենք շատ երկար ճանապարհ, միջինում 10-15 տարի կնոջ մոտ կա նախաքաղցկեղային վիճակ, որը մենք կարող ենք 2 րոպեում մի հատ փոքրիկ անալիզով հայտնաբերել եւ բուժել ու չթողնել, որ դա դառնա քաղցկեղ։ Հիմա ամենացավալին այն է, որ պատկերացնում եք, մենք ունենք այդ հնարավորությունները, ամեն ինչ կա, ամեն ինչ ձեռքի տակ է, բոլոր գործիքները կա, սարքավորումները կա, նյութերը կա, այդ հետազոտությունների արժեքը կոպեկ է, հավատացնում եմ ձեզ, կոպեկներ արժեն այդ հետազոտությունները, ու մենք ունենք 280 դեպք, ու մենք ունենք մոտավորապես 150 մահ, այն կանայք էլ, որոնք չեն մահանում, այդ կանայք դառնում են հաշմանդամ, այդ կանայք այլևս երբեք չեն կարող հիմնական երեխա ունենալ, այդ կանայք խնդիրներ ունեն բազմաթիվ օրգան համակարգերի հետ, այդ կանայք ճառագայթվում են, այդ կանայք քիմիոթերապիա են ստանում, այդ կանայք ենթարկվում են դաժան հաշմող վիրահատությունների, ու ասում ես ինչի համար, որովհետև մենք չունենք համապատասխան կուլտուրա, մենք չունենք համապատասխան լավ սկրինինգային ծրագրեր։ Հիմա մենք փորձում ենք փոփոխություններ կազմել, եւ ես նախանշել եմ, ես ասում եմ, որ իմ կյանքի մոտակա տարիների նպատակներից ամենակարևորներից մեկն է, որ հասնենք այդ հիվանդության հաղթահարմանը Հայաստանում։ Աշխարհում գոյություն ունի նման փորձ, բազմաթիվ երկրներում գոյություն ունի նման փորձ, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ճանապարհային քարտեզ արգանդի պարանոցի քաղցկեղի հաղթահարման համար։ Քեզ տալիս են մոդելները, տալիս են տարբեր մոդելներ են տալիս, ասում են վերցրու քո երկրի համար, ընտրի այն մոդելը, որը որ ամենալավը կարող եք օգտագործել եւ իրականացրու։ Եվ նշվում է, որ 2030 թվականին այն երկրները, որոնք հիմա կսկսեն աշխատել այդ ուղղությամբ, 2030 թվականին կհասնեն այդ արդյունքին։ Իսկ արդյունք ասելով հասկանում են, որ մեր նման երկրներում օրինակի համար տարեկան մենք կարող ենք ունենալ 40-50 դեպքից ոչ ավելի։ Այսինքն պատկերացնում եք, մենք տարեկան 150 կին Հայաստանում չի մահանա, տարեկան 250, 260, 270 կին հաշմանդամ չի դառնա, եւ եթե միայն այդ մի ծրագիրը մենք կարողանանք հասցնել իրականության, ես կարծում եմ, որ դա կլինի ֆանտաստիկ լավ բան, որի համար պետք է խոսել, այդ ձեր նման հաղորդումները, ձեր նման ծրագրերը պետք է ասեն, կա 3 կետ, որոնք որ պետք է իրականացվի, առաջինը դրանք վակցինացիաներն են, այսինքն պատվաստումներն են, որ երիտասարդ աղջիկներ, որտեվ ինչ է, արգանդի պարանոցի քաղցկեղը
ապացուցված է, որ վիրուսով պայմանավորված հիվանդություն է։ Վիրուսը չի փոխանցվում, դուք չի կարողացեք ավտոբուսում նստած լինեք, ինչ որ մեկը փռշտաց իր կողքը ու դուք վարակվեք այդ վիրուսով, չէ։ Վիրուսը փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով։ Այսինքն տղամարդիկ, այդ դեպքում մենք շատ վատն ենք, մենք փիստն ենք, մենք ենք տարածողը, նրանք տարածման այսպես ուղին են։ Եվ ասում է ինչ արեք, ասում է մինչև աղջիկները հասնեն այն տարիքին, որ իրենք արդեն սեռական կյանքով կապրեն, իրենց անցկացրեք վակցինացիա, որպեսզի նրանք պաշտպանված լինեն այդ վիրուսներից։ Վիրուսից պաշտպանվեցիր, արդեն չես վարակվում եւ ամենայն հավանականությամբ արդեն դու 90 քանի տոկոսով պաշտպանված ես։ Երկրորդը, ասում է 30-ից 60 տարեկան կանայք պետք է 5 տարին մեկ։ Տեսեք, մենք հաղորդման սկզբում ասացի տարին մեկ պիտի հետազոտվի, մենք ասում ենք տարին մեկ հետազոտվի, որ գոնե 5 տարին մեկ հետազոտվի, որտեվ ելի եմ ասում, այնտեղ շատ երկար ժամանակ է, 10-15 տարի ժամանակ ունենք։ Հիմա պատկերացրեք, ասում է 5 տարին մեկ գնում են հետազոտության։ 5 տարին մեկ գնացին հետազոտության եւ վերջինը երրորդ կետը ասում է եթե հայտնաբերվում են խնդիրներ, ապա ստանում են ճիշտ գրագետ բուժում։ Այդ արդեն մեր բժշկական խնդիրն է, այսինքն դա արդեն դրանով պիտի զբաղվենք մենք, որպեսզի մեր գինեկոլոգներին եւս մեկ անգամ ավելի ճիշտ ձևով կրթենք, սովորեցնենք այդ պրոտոկոլները, այդ գայդլայնսները անցկացնենք ու ասենք նայեք, այս դեպքում սա է անում, այս դեպքում սա է անում, այս դեպքում էս է անում եւ այո, մենք ունենք բոլոր շանսերը օրինակի համար այդ խնդիրները հաղթահարելու եւ Հայաստանում հասնելու այս հիվանդության հաղթահարմանը ու մենք էլ դրա մասին ընդհանրապես չմտածենք։ Հիմա նայեք, ամեն ինչ սովորութային է։ Մեզ սովորեցրել են, որ սեղանի վրա վեր կենալ կանգնել չի կարելի։ Ճիշտ չի, պետք է աթոռին նստել։ Մենք դրա մասին այլևս չենք մտածում, դուք որ մտնում եք սենյակ, դուք չեք մտածում սեղանին նստեմ թե աթոռին, դուք գիտեք որ դա ձևը այդպես է։ Հիմա գուցե ինչ որ ժամանակ մարդիկ մտածում էին, որտեվ իրենք չգիտեին, դե սովոր չէին։ Հիմա սովորեցրել են, եկել է, ու մենք վարժվել ենք։ Նույնը երբ որ ասում են ամրագոտիները կապել, չէ, շատ-շատերի համար այն սկզբում դա կապեմ, չկապեմ, դե լավ, դե հիմա դե անհարմար է, դուրս չի գալիս։ Երբ որ դա դառնում է սովորություն, իմ երեխաների համար դա արդեն սովորություն է, որովհետև իրենք ծնվել են, մեծացել են, իրենք գիտեն, որ նստեցին մեքենան, իրենք չեն էլ մտածում, իրենք մեխանիկորեն այդ ամրագոտին կապում են։ Հիմա նույնը մենք պիտի հասնենք նրան, որ կինը չի էլ մտածի, ինքը իմանա, իր համար դա ստանդարտ ինչ-որ մի հատ պրոցեդուրա լինի, որ այո, ինքը պետք է գնա ու հետազոտվի, դա նորմալ է, հակառակն է աննորմալ։ Դրա համար դրա մասին պետք է խոսել, դրա մասին պետք է պատմել, դրա մասին պետք է անընդհատ մարդկանց հիշեցնել։ Ընդ որում ոչ մեկին չմեղադրելով, ոչ մեկին ինչ որ չասելով, ինչ չգիտեմ, չվախացնելով, ընդհանրապես սովորեցնել, որ այդպես է վերջ։ Մի քննարկեք, մի ինչ որ հարց ունեք սիրով ցանկացած հարց, բայց լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ամբողջ աշխարհը դա անում է, մենք հանկարծ որոշում ենք, տեսնես այդ ամերիկացիները, այդ ֆրանսիացիները, այդ չինացիները, այդ ավստրալիացիները, դրանք ճիշտ են անում, լավ, եղբայր, եկեք հեծանիվ չհրահարենք։ Կա ուրեմն ընդունված է, ուրեմն ճիշտը դա է։ Երկրորդը Եթե մենք անցնենք չարորակ նորագույացությունները թողնենք մի կողմ, մենք ունենք շատ լուրջ խնդիր, դա դեմոգրաֆիկ խնդիրն է, այսինքն մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը, եթե մենք անկախ ոչ մի թշնամի էլ չունենայինք, մենք արտագաղթ չունենայինք, ոչ մի բան չունենայինք, այն տեմպերով, որով մենք երեխաներ ենք ունենում, Ես կարծում եմ, որ մի 30-40 տարի հետո մեզ ընդհանրապես կարիք չի լինի որևէ մեկը գրավի, որովհետև մենք ինքներս մեր երկիրը, մենք ինքնորեն վերանալով գնում ենք։ Տեսեք, գոյություն ունի դեմոգրաֆիկ ինդեքս, այսինքն վերարտադրողականության ինդեքս, որը ասում է հետևյալը, որ ցանկացած երկիր պահելու համար իր բնակչության թիվը պետք է ունենա 2.1 ինդեքս, այսինքն ամեն ընտանիքում պետք է ծնվի, բարձր չէ, ես չի կարող ծնվել 2.1 երեխա, այսինքն նշանակում է, որ 10 ընտանիքում պետք է ծնվի առնվազն, 10 ընտանիքից առնվազն 9-ում պետք է ծնվի 2 երեխա, այն 10-րդ ընտանիքում 3 երեխա, որպեսզի մենք կանգնենք 0-ի վրա, ոչ աճ, ոչ ձախ։ Հայաստանում մենք ունեցել ենք պահ, երբ որ ինդեքսը իջել է
մոտավորապես 1.3, հետո բարձրացել է մինչև 1.4, հիմա մենք ինչ-որ 1.7, 1.8, այսինքն մենք շարունակում ենք պակասել։ Անցած տարվա համեմատ մենք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մոտավորապես 8% ծնունդների անկում։ Ընդ որում, եթե նայենք, հիմնական շատացել են երրորդ ծնունդները, բայց միևնույն է, ընդհանուր թվով մենք պակասում ենք։ Մենք պակասում ենք եւ դրա մասին պիտի խոսենք, դրա մասին պիտի շատ բարձրաձայնենք եւ նաեւ կանանց բացատրենք, որ կնոջ համար պտղաբեր տարիքը դա մինչեւ 30 նորմալ տարիքը դա մինչեւ 35 տարեկանն է։ Տեսեք, բոլորը այսօր վազում են այդ կոսմետոլոգիական տարբեր միջամտություններ, բոլորը ուզում են կարիերա ստեղծեն, բոլորը ուզում են ստեղ գնան, այնտեղ գնան, ուզում են այդ լայն սիրուն ապրեն, լավ են անում, ամեն մեկի իրավունքն է, բայց պիտի հիշենք, որ կա բնություն, կա բնության կանոններ, եւ բնության կանոնները ցավոք սրտի փոփոխել այդքան հեշտ չի, եւ այո, նորմալ պտղաբեր տարիքը դա համարվում է մինչեւ 35 տարեկան։ Այստեղ արդեն ամուսնանում են նոր այդ տարիքից, չէ՞։ 35 տարեկանից շատ կտրուկ անկում է լինում, եւ օրինակ 35 տարեկանը եւ 40 տարեկանը դրանք ֆանտաստիկ տարբերվում են։ Տղամարդկանց պարագայում էլի մենք պատրենք։ Տղամարդկանց պարագայում նման խնդիր չկա։ Եթե ես համեմատեմ օրինակի համար 40 տարեկան կնոջը եւ 60 տարեկան տղամարդուն, ես միանշանակ կարող եմ ասել, որ պտղաբերության իմաստով երեխա ունենալու հավանականությամբ 60 տարեկան տղամարդը շատ ավելի լավ իրավիճակում է գտնվում։ Այո։ Ընդ որում ստեղ ինչն է շատ խաբուսիկ։ Կինը գալիս է, ինքը շատ հաճախ դրա մասին չի էլ կասկածում, որտեվ ասում է, գիտեք, ես ամեն ամիս նորմալ դաշտանային ցիկլ եմ տեսնում։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ինչ եք խոսում, որ ես չեմ կարող երեխա ունենալ։ Ինչ եք խոսում, ես գնացել եմ սոնոգրաֆիայի, այնտեղ նայել են ձվաների վրա ֆոլիկուլը զարգանում է, բան, ձվազատում։ Մենք հո ձվազատում, մենք հո ձվաբջիջը չենք տեսնում, դա շատ փոքր է։ Եվ շատ հաճախ, կոպիտ բացատրեմ, այո, այդ պայթող ֆոլիկուլի մեջ դա դատարկ է, ոչինչ չկա, վերջացել է, պաշարը վերջացել է։ Եվ երբ որ գալիս ենք 43-44 տարեկանում, երջանիկ զույգը նոր ամուսնացել է, ընտանիք է կազմելու, եկել ասում է, մենք երեխա ենք ուզում, ու դու սկսում ես նման բաներ բացատրել, դառնում ես իրենց թշնամին, ճակերտավոր, հա, որովհետև իրենց համար դա շատ անսպասելի էր։ Մենք միշտ ասում ենք, լավ, բարի, էլի եկեք գրագետ ձևով մոտենանք, ձեր կարիերան եք կառուցում, ես եք անում, են եք անում, լավ եք անում, բայց մի հատ խորհրդակցեք գինեկոլոգի հետ, իսկ գուցե կարելի է օրինակի համար ձվաբջիջներ սառեցնել, կարելի է մտածել այսօր վաղվա մասին, կարելի է, ինչի չենք անում, չենք գնում, չենք խորհրդակցում, դե լավ, վերջում ունենում ենք այս պատկերը։ Նաև այսօր շատ տարածված է փոխնակ մայրերի տենդենսը, ինչ կարող եք ասել այս հարցի վերաբերյալ։ Փոխնակ մայրերի հետ կապված լավ հարց եք տալիս, բայց հարցը ունի հավատացնում եմ ձեզ տարբեր կողմեր։ Թղթի վրա ամեն ինչը շատ սիրուն, ասեմ ասենց պուպուշ տեսք ունի, իրականությունը միշտ չէ, որ դրան համապատասխանում է։ Առաջինը փոխնակ մայրերը մենք ունենք շատ մեծ դիֆիցիտ, այսինքն շատ ավելի շատ ընտանիքներ ուզում են փոխնակ մայրեր, այսպես ասեմ, գտնել եւ առաջարկ պահանջարկը անհավասար է, այսինքն քիչ են Հայաստանում են կանայք, որոնք պատրաստ են լինել փոխնակ մայր։ Միշտ չէ, որ համենայն դեպս այն ինչ որ ես եմ տեսել, որովհետև մենք շատ նման կենտրոնների հետ աշխատում եմ, համագործակցում եմ եւ օրինակ ուղարկում են այդ փոխնակ մայրերին կան այնտեղ խնդիրներ ինչ որ վիրաբուժական շտկելու համար, որ հետո միշտ չէ, որ իրենց, ասենք ասենք, բարոյահոգեբանական պատկերը այնպիսին է, որ կուզենա իրանց հետ ընդհանրապես գործ ունենալ, կան հաճախ մի անհաջող դեպքեր, անհաջող տարբերակներ։ Այսօր մի թեմա կա, որի մասին, չգիտես ինչու ոչ մեկ չի խոսում, բայց շատ-շատերը համենայն դեպս դաշտում գիտեն, տեսեք, այսօր մեր հարևան երկրներում, օրինակի համար, ինչքան գիտեմ, Չինաստանում փոխնակ մայրությունը արգելված է։ Փոխնակ մայրությունը արգելված է եւ
որպես Չինաստան պատկերացնում եք քանակը, պատկերացնում եք պահանջարկը, եւ իրանք ընկան սկսեցին փորձում են գտնել տարբեր երկրներ, որտեղ իրենք կարող են այդ բիզնեսը իրականացնել։ Այդ թվում նաև իրենք հայտնվեցին մեր հարևան Վրաստանում, որտեղ այդ ամեն ինչը շատ լավ իրագործում են, այդ թվում նաև իրենք փորձեցին մտնել հայկական շուկա, ճակերտավոր։ Հայաստանում որոշակի օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, որպեսզի չթույլատրվի, բայց ես գիտեմ, որ գոյություն ունի այս ոլորտի նաև, այսպես ասենք, սև տարբերակը, անտեսանելի, այո, ես դրա մասին ուզում եմ ասեմ, եւ որ նրանց առաջարկում են կրկնակի ավել գումար, որպեսզի նրանք օրինակի համար գնան Վրաստան, այնտեղ տեղադրումը արվի, նրանց կվճարվի կրկնակի ավել գումար, եւ արդյունքում Հայաստանում այդ ծառայությունները շատ ավելի թանկացան, շատ ավելի ոչ մատչելի դարձան այն զույգերի համար, որոնք կոպեկ հավաքել էին եւ ուզում էին գնալ այդ ծառայությանը, նաեւ քչանում է փոխնակ մայրերի քանակը մեր հայրենակիցների համար։ Ես կարծում եմ, որ այստեղ անպայման պետք է որոշակի ուշադրություն դարձվի եւ որոշակի գործողություններ իրականացվի, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերի եւ մենք պարտավոր ենք առաջին հերթին պաշտպանել մեր ազգաբնակչության շահերը եւ թույլ չտալ նման բան։ Հակառակը մենք պետք է կարողանանք օրինակի համար այնտեղ արգելված։ Խնդիր չկա։ Թող այդ նույն չինացի փոխնակներին բերեն Հայաստանում նրանք որպես փոխնակ աշխատեն, մեր օրենքները թույլ են տալիս, թող մեզ համար լինեն, թող մեզ համար բալիկներ բերեն։ Այսինքն այդտեղ կա շատ վատ թեմաներ կան։ Երևույթը, այսինքն այդ մայրը, փոխնակ մայրը կապ չունենում երեխայի հետ։ Չէ, փոխնակ մայրը ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Փոխնակ մայրը դա ինկուբատորը նման կլինեն արդեն։ Ինչ կապ ունի, դա սովորական, ասենք թե կոպիտ ասած, դա ինկուբատորի փոխարինող ինչ որ մի բան է, կոպիտ է հնչում, բայց ես ասում եմ, մեն ինչ որ կա։ Բայց Հայաստանում դա դարձել է շատ թանկ, դժվար մատչելի խնդիր եւ այո, այդ խնդրի մասին պետք է խոսել։ Ինչի՞ չէ։ Բայց երբ որ օրինակ խոսեցինք բարոյ հոգեբանական կողմից, դժվար չի լինում փոխնակ մայրերի համար, երբ որ իրենք այդ երեխային 9 ամիս կարելի ասել սպասում են այդ երեխայի ծնունդին, ու երբ որ երեխան ծնվում է, հեշտությամբ կարողանում են օրինակ տալ այլ մարդու, որտեվ միանշանակ ինձ թվում է այդ կապվածությունը առաջանում է, որքան էլ որ գիտես քոնը չի։ Դե այդ ամեն ինչը նախապես համաձայնեցված է, այդ ամեն ինչը նախապես քննարկված է, պետք չի դա բարթացնել։ Երկրորդ ինքը այդ երեխային ըստ պայմանավորվածության չգիտեմ ընդհանրապես պետք է չտեսնի, երրորդ պարտադիր պայման է հանդիսանում փոխնակ մայր լինելու համար սեփական երեխայի առկայությունը, այսինքն փոխնակ մայր կարող է լինել այն կինը, որը ունի իր սեփական երեխան, եւ դա շատ ճիշտ բան է, այսինքն չի կարող կինը երեխաներ չունենալ ու գալ ասել ես ուզում եմ փոխնակ, հա, այդ դեպքում ինքը կունենա շատ լուրջ խնդիրներ, դա օրենքով նախատեսված է, բոլոր երկրները դրա մեջով անցել են, գիտեն, չէ, դա ստանդարտ պրոցեդուրա է, ու ես դες հավատացնում եմ, չէ, էլի, պետք է կյանքը բարթացնել։ Այստեղ պետք է նայել հարցին շատ ռացիոնալ, որովհետև դա թույլ է տալիս շատ եւ շատ ընտանիքների ձեռք բերել երջանկություն։ Գիտեք, փոխնակ մայրն էլ է երջանկություն։ Շատ հաճախ, տեսեք, այոր ասացի, շատ հաճախ գալիս են մեծ տարիքում իրենք օրինակ ծվաբջիջներ չունեն։ Նրանք գնում են արդեն դոնորական ծվաբջիջներով, այսինքն օրինակի համար դա գենետիկորեն իր երեխան չի։ Դա գենետիկորեն իր երեխան չի, բայց ես շատ եմ տեսել զույգեր, որոնք այ գնում են, գալիս են, մտածում են, գցում են, բռնում են եւ ասում են չէ, այդ մերը չի։ Ու չեն համաձայնում։ Ասում են դե եթե չէ։ Հակառակը քննարկում են ու որոշում են, որ իրենք համաձայն են այդ տարբերակին, իրենք ուզում են այդ տարբերակը։ Ես միշտ ասում եմ մի բան։ Ես չեմ տեսել որևէ մի դեպք, երբ գնացել են այդ տարբերակին ու հետո փոշմանել են։ Չի եղել, որովհետև երբ որ այդ երեխան ծնվեց, երբ որ դու այդ երեխային մի անգամ գրկեցիր,
դու էլ կյանքում չես մտածի, որ կարող է, որովհետև դա նույնն է, ոնց որ հիմա քո երեխա ունեցող ցանկացած կնոջ կարող ես չէ ասել, պատկերացնում ես այդ երեխան չլիներ։ Ոչ մի մայր, ոչ մի հայր, կարծում դա չի կարող պատկերացնել։ Այն պահից հետո, երբ երեխան ծնվեց, հավատացեք դուք երբեք չեք մտածի։ Ես դեպք եմ ունեցել, երբ տեղադրում են արել ու տեղադրել են մեկը դոնորական, մեկը սեփական։ Ու հետո զույգ երեխաները ծնվել են։ Ու հետո ծիծաղում էինք, ես որպես բժիշկ գիտեի, ասում էի, գիտես որն է, ասում ես չէ, ինձ չի էլ հետաքրքրում։ Հա, երկուսին էլ ինքն է բերել։ Ասում էի, լավ, երբեք չես մտածում, սերը մեկ մտածում եմ զուտ հետաքրքրության համար, բայց ասում եմ բացարձակ նշանակություն չունի։ Կան այդպիսի դեպքեր են լինում, էդ է լինում, ու ես էլ եմ ասում, ափսոսում են նրանք, ովքեր չեն գնացել, ափսոսում են նրանք, ովքեր չեն արել, բայց ես երբեք չեմ տեսել գոնե մեկ դեպք, երբ որ արել են ու հետո ափսոսել են, ասել են, չէ, դե, այսինչ այս մեր երեխա չկա այդպես բան, չկա այդ բան ու մարդը դրա համար չի ստեղծված։ Մարդը ստեղծված է, որպեսզի ունենա լավ ընտանիք, ունենա երեխաներ։ Չգիտեմ, ես միշտ մտածում եի անկեղծ ասած, որ պատերազմից հետո, այսքան զոհերից հետո ես մտածում էի, որ այ Հայաստանում կլինի այսպես այդ baby boom ասածը։ Երեխայա, որ ծնվելու է։ Չեղավ։ Տարօրինակ կերպով չեղավ։ Գիտեք, որովհետև կարծրատիպային էլի է սպահը, որովհետև ասում են օրինակ մայրեր կան, որ մեծ տարիքում նորից որդու մահից հետո նորից երեխա են ունենում, վատ է նայում հասարակությունը երբեմն դրան։ Ես չեմ կարծում, ես նման բան չեմ տեսել, հակառակը։ Ընդ որում ես ձեզ ավելին ասեմ, ես չեմ խոսում մենակ այդ զոհվածների ընտանիքների մասին, ինչի, իսկ մնացածը ինչ, մնացածը եթե քո ընտանիքում ոչ ոք չի զոհվել, եթե քո ընտանիքում դու կորուստ չես ունեցել, դու ես երկրից չես, քո սիրտը չի ցավում, դրա համար դու չես ուզում, մենք մեր ավագ ընկեր ունենք Պտղաբերության կենտրոնի հիմնադիրն է, տնօրենն է, Էդուարդ Մարտին Ջահամբարձումյան պրոֆեսոր, ծրագիր էր, անունը դրել էր +1։ Այդ +1-ի մեջ դու չկաս, իսկ ինչի դու չկաս։ Այն ժամանակ ես 3 երեխա ունեի, ու երբ որ մենք բոլորս տենց ընկերներով +1 դախր բերեք, համոզեք բան, հետո ասում ես լավ, բա այդքան որ ասում ես բա դու իմ փոքրը ծնվեց 21 թվականի օգոստոսին։ +1 էլ ինքն է։ Ու եթե ես ուրիշներին պիտի խորհուրդ տամ ասեմ, ոնց կարող եմ ես ինքս դրանից հեռու մնալ։ Ու պատկերացրեք, եթե այդպես մենք շատերը այդպես մտածեին, մենք մի հատ մեծ սերունդ կունենայինք, բայց չեն մտածում։ Երբ որ կանգնում են ասում են, հա դե բա ինչով պետք է այդ երեխաներին պահեն։ 50-ական թվականներին, 50-60-ական թվականներին այն պտղաբերության ինդեքսը, որի մասին խոսում էի, Հայաստանում կազմել է 4.5, 4.6։ Այսինքն միջին ընտանիքում, միջին վիճակագրական ընտանիքում եղել է 5 երեխա եւ ավելի։ Հիմա դուք ինձ կարող եք ասել 50-60-ական թվականներին այտենց ճոխ պայմաններում էինք ապրում, ընդհանրապես չէինք մտածում, դրա համար sense շատ երեխաներ էինք ունենում։ Հաստատ ավելի վատ էինք, չէ, ապրում, բայց բերում էինք, չէ։ Բայց օրինակ ես համակարծիք չեմ դրա հետ, որ շատ երեխաներ ունենաս, բայց երեխաներից չկարողանաս ապահովել, չեմ ի նկատի չունեմ, որ դու փորձես շռայլ կյանք տալ երեխաներիդ, բայց օրինակ շատ երեխաներ ունենալը ես լիքը դեպքեր եմ տեսել, երբ որ մարդիկ անգիտակցաբար արդեն 10 հատ երեխա են ունենում, 5 հատից ավել, ու այդ երեխաներին իրանք բախտի քմահաճույքին են թողնում, շատ հաճախ նաև այդ երեխաներին օգտագործում են իօգուտ իրենց շահերի, ու ստացվում է մի բան, որ ծնողը ունենում է երեխային, բայց հետագայում չի կարողանում այն պատասխանատվությունը կրի, որ այդ երեխան օրինակ կարող է ինքը ավելի մեծ այս կյանքից նպատակներ ունի, բայց չի կարող հասնի, որտեվ իր ծնողը չունի այդ հնարավորությունները։ Չէ, էլի։ Հիմա որ տնեմ հատ-հատ
Էլ եմ ասում, եկեք փորձենք համեմատել այն սերնդի չէին հասնում 50-60-ական թվականներին ծնվածները չէին հասնում, չէին գնում, չէին սովորում, չէին ստեղծում։ Կներեք, բայց երևի Հայաստանում երևի ամենահաջողակ, ոսկե սերունդը եղել է հենց այդ սերունդը։ Եվ վերջապես եկեք հասկանանք, մենք ընդհանրապես մեր երեխաներին շատ սխալ ենք դաստիարակում։ Մի հատ նայեք ինչպես են անում զարգացած լավ հաջողակ երկրներում։ Հասավ 18 տարեկան, գնա քեզ համար սովորի, աշխատի, արա։ Մեզ մոտ կներեք 35-ը միջև պահում են։ Ախր անինքնուրույն այն որ մամայի, պապայի թաթիկը բռնած բերում է քեզ մոտ ասում է բժիշկ ջան ինչ անենք որ աշխատանքի ընդունեք մեր երեխային որ սովորի որ կարող է ձեր երեխան քանի տարեկան ասում է չգիտեմ 27-28 տարեկան ասում է 27-28 տարի ինչ արել որ հիմա ես պիտի իրեն սովորեցնեմ որովհետև մաման փողը տալիս է որ կաֆեներում մանգա սովորելու փոխարեն papan փողը տալիս է որ մեքենան տակը դնում է որպեսզի ասենք ինքը էս անի այն անի մեր երեխաները մենք ենք մեր երեխաներին փչացնում մենք ենք մեր երեխաներին փչացնում անկախ մեր ֆինանսական հնարավորություններից մեծ ֆինանսական հնարավորություն ունեցողները մի ձևով են փչացնում այն որ չունի այն իր վերջի չգիտեմ շապիկն էլ չգիտես ինչու պատրաստ է վաճառել բայց իր երեխաները կաֆեներից ու ռեստորաններից դուրս չգան ինչի համար Քանից նա պատրաստ այդ ամբողջ գումարը, այդ ամբողջ ծախսը մի դուրս եկեք նայեք, հա, ասենք թե երեկոյան ժամերին Երևանում ինչա կատարվում։ Այդ գումարները, այդ ծախսերը չէր կարելի դնել կրթության վրա։ Դե ինձ թվում է դա շատ ճիշտ եք ասում, բայց դա արդեն անձից է կախված, այսինքն թե անձը իր սուբյեկտիվ կարելի ասել վարքագիծը ոնց կդրսևորի, բայց միշտ մեր թեկուզ իսկ եկեք հիմա փորձենք գնանք հակառակը, որովհետև ինչ ենք մենք տեսնում մանկապարտեզում, ինչ ենք մենք տեսնում դպրոցում, այսինքն դուք չեք կարող մարդուն հասցնել, չգիտեմ, 18-20 տարեկան, հետո ասել, գիտես, այն ինչ որ քեզ այսքան տարի սենց բարձ թողի բաց ենք թողել, այ հիմա մենք կզբաղվենք քո կրթությամբ։ Տենց չի լինում։ Տենց չի լինում։ Այսինքն առաջի օրվանից այդ երեխային պիտի սովորեցնես համեստության, այդ երեխային պիտի սովորեցնես ամեն ինչը չափի մեջ, այդ երեխային պիտի սովորեցնես մեծի հետ վարվելու ձև։ Ես ինձ համար շատ մեծ անձնական տրագեդիա կարող է դառնալ, եթե ես իմանամ, որ իմ երեխան չգիտեմ, ինչ որ միտեղ իրեն անվայելուչ ինչ որ մի բան թույլ տա կամ ավելորդություն թույլ տա։ Այնպես չի, որ որևէ մեկը անսխալական չի եղել է, ինձ դպրոցել են կանչել, բողոքել են, բայց ես երբեք չեմ կաճում ասի, այ ապրես տղա ջան, այ որ դու տենց շուստրի ես, Քարվերցրու դուր գլխին։ Հա, այսինքն ես չեմ պատրաստվում մեծացնել խեղճ երեխաներ, ես չեմ պատրաստվում հասարակությանը կուլ գնացող երեխաներ պատրաստել, մեծացնել, բայց արդարությունը, ազնվությունը պետք է լինեն առաջին տեղում։ Եվ այո, ես օրինակի համար իմ մեծ տղային պատրաստվում եմ հիմա ուղարկել դրսում սովորելու, ես հսկայական գումարներ, ինձ համար դրանք հսկայական գումարներ են, պատրաստվում եմ ծախսել իր ուսուցման վրա եւ երբ որ օրինակ իմ ծանոթներից եմ ընկերներից ասում են, հա դե լավ, այդքան փողը վերցնեիր, մի հատ բիզնես, մի բան էլ, ասում ես, շուտ մտածում եք ինչ եք ասում։ Ու այո, ես կողմ եմ, որ ինչքան շատ իմ նման մարդիկ մտածեն, որ երեխաները գնան դրսում սովորեն, հետո հետ գան, հետո այս երկիր սարքեն։ Պատերազմի ժամանակ մեզ համար ամենամեծ փորձանքներից մեկը բայրակթարներն էին։ Էրդողանի փեսան գնացել էր Միացյալ Նահանգներում սովորել էր, այդ ամեն ինչը ձեռք էր բերել, գիտելիքը, հետո այդ բայրակթարներով մեզ էին խփում։ Հիմա իմ տղան նույնպես ուզում է գնալ ավիացիայի ուղղությամբ ու ես շատ ուզում եմ։ Մի օր էլ կարող է, հա, ես շատ հպարտ կլինեմ, ուրախ կլինեմ, եթե հետ գա ու իմանամ, որ նման մի բան էլ իմ տղան է ստեղծել, իմ տղան է արել։ Բայց դրա համար չարժե գումար ծախսել, բայց դրա վրա պետք է գումար ծախսես, բայց ես դրան որևէ ավելորդության համար չեմ տա։
Ես նրան 18 տարեկանում, այո, կուղարկեմ ինքնուրույն ապրելու, ու ես դա ճիշտ եմ համարում։ Ոչ թե դնեմ բարձի վրա, ասեմ, այդպես է։ Չի ուզում, թող նա ինչ ուզում անի։ Մեզնից հասնում է ճիշտ դաստիարակել, ճիշտ պայմաններ ստեղծել։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք այս լավ զրույցի համար, որ պարզ ու պրոֆեսիոնալ ձևով պատասխանեցիք մեր բոլոր հարցերին։ Ես եմ ուզում շնորհակալություն հայտնել ու ելի եմ ասում, ես ուզում եմ, որպեսզի առաջինը մեր կանայք իրենց շատ սիրեն, հարգեն իրենց, որովհետև իրենք ելի եմ ասում, մեր կանայք շատ սպეციფիկ են, իրենք մտածում են բոլորի մասին, հետո նոր վերջում իրենք հիշում են իրենց։ Երկրորդ, ուզում եմ, որ մեր տղամարդիկ հիշեն, թե իրենց կանայք ինչքան լավն են, մեզ շրջապատող կանայք ինչքան լավն են, որովհետև ես էլ եմ ասում, իսկապես լավն են, իրենք հոգում են իրենց ամուսինների մասին, իրենց եղբայրների մասին, իրենց սիրելիների մասին, իրենց ամեն ինչի մասին ու շատ բան կախված է տղամարդկանցից, որից ուզում եմ, որպեսզի ցանկացած կին Հայաստանում իրեն զգա երջանիկ, պաշտպանված եւ ամենակարևորը սիրելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հիշեցնենք, որ եթերում թեթև զրույց ոդկասթն էր, իսկ մեր հյուրը գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը։